Լինել գթառատ։ Ես ուժեղ եմ, երբ ուրիշների հանդեպ նույնքան գթառատ եմ, որքան գթառատ եղել է Աստված իմ հանդեպ։ Առակաց 19:11-ում գրված է. մարդու իմաստությունը նրան երկայնամիտ կանի, և նրա փառքը հանցանքը ներելն է։ Առակաց գրքի հեղինակն ասում է, որ մեր փառքն է հանցանք կամ վիրավորանքը ներելը։ Սա Քրիստոսի նման վարվելու մի օրինակ է։ Հնարավոր է ներել վիրավորանքը և անարդարությունը միայն այն դեպքում, երբ առաջին հերթին հանձնում ենք մեր հորը, արդար դատավորին։ Հաճախ, երբ մեր երեխաներն ունենում են տարաձայնություններ, փորձում են արթնացնել մեր արդարության զգացումը։ Նա բավականաչափ չի մաքրում, կամ նա չափից երկար է համակարգչի առջև նստել։ Նրանք ուզում են, որ իրենց լսեն, և հույս ունեն, որ կհասնեն իրենց ուզածին և կտեսնեն, թե ինչպես է արդարությունը հաղթում։ Ջոնը և ես միջամտում ենք և հնարավորինս ծառայում որպես դատավորներ, բայց հաճախ նրանք կարծում են, որ մեր որոշումները արդար չեն։ Ջոնը և ես առաջինն ենք խոստովանում, որ որպես ծնողներ մենք սխալվում ենք, բայց բարի լուրն այն է, որ Աստված չի սխալվում։ Նա արդար և կատարյալ դատավոր է։ Նրա ճանապարհները կատարյալ են, իսկ մերը՝ թերի։ Երբ ներում ենք հանցանքը, նմանվում ենք վստահող երեխաների, որոնք ասում են. «Հայր, ես գիտեմ, որ կարող եմ վստահել քեզ։ Սա չափազանց դժվար է և ցավոտ է ինձ համար։ Ես հրաժարվում եմ հակահարված տալուց։ Փոխարենը դնում եմ այն քո ոտների մոտ և ներում։ Սա թագավորական վարմունք է»։ Այսպես ենք ընդօրինակում Աստծո որդուն մեր երկրային կյանքում։ Հիսուսը իր աշակերտներին ասաց. «Եվ եթե օրը 7 անգամ քո եղբայրը քո դեմ մեղանչի, և 7 անգամ քեզ մոտ դառնա և ասի. ապաշխարում եմ, ներիր»։ Ղուկաս 17:4։ Կլինեն վիրավորանքներ, որոնք հարկ կլինի անտեսել։ Անտեսել նշանակում է վերևից նայել ինչ-որ բանի։ Դա նշանակում է իրավիճակը տեսնել ավելի բարձր դիրքից, քան այն մակարդակն է, որում կատարվել է հանցանքը։ Դա նշանակում է շնորհք և գթասրտություն ցուցաբերել։ Եկեք աղոթենք։ Տեր, դարձրու ինձ գթառատ ուրիշների նկատմամբ, հանցանքներից կառչելու փոխարեն։ Թող արտացոլեմ քո շնորհն ու ողորմությունը այն ամենում, ինչ անում եմ։ Շնորհակալ եմ քո գթառատության համար։ Դարձրու ինձ քեզ պես գթառատ։